ճկուն, արագ քանդվող, հավաքվող, հեշտ տեղափոխվող, քիչ տեղ զբաղեցնող։ Վրաններն Արցախի համար են, կպատասպարեն գիշերվա ցրտից ու հորդ անձրևներից։ Նախաձեռնողը Ծագքարի զարգացման հիմնադրամն է, տեղի ու արտասահմանում աշխատող համագյուղացիների աջակցությամբ։ Պատերազմը այժմ մենք արդեն փորձեցինք թիկունքից 1000 հատ վրանը գտել, պատվիրել ու Հայաստան են հասցրել, հեշտ կազմել են ներմուծման փաստաթղթերը։ Նոր փոփոխությամբ պատերազմական գործողությունների ընթացքում հումանիտար, առողջապահական կամ ռազմական նշանակության ապրանքներն ազատված են ավելացված արժեքի, ակցիզային եւ բնապահպանական հարկատեսակներից։ Որպեսզի այս նախաձեռնությունը լինի թիրախային եւ հնարավորին չափ արդյունավետ, ընդունված օրենքը նախատեսում է, որ խնդրող առարկա ապրանքների ցանկը կսահմանի կառավարությունը եւ այն տրամաբանությամբ, որ դրանք լինեն իրապես անհրաժեշտ ապրանքներ։ Թիրախային աջակցության կարևորությունը Գեղարքունիքի մարզպետարանում լավ գիտեն։ Ռազմական գործողությունների սկսելուն պես օրը մի քանի անգամ կապի մեջ են Ստեփանակերտի հետ։ Օգնել պատրաստ են բոլորը, բայց քչերի մտքով կարող է անցնել, որ Արցախին տվյալ պահին օրինակ խմորիչ կամ շինանյութ է պետք։ Ես 100 ավտո ուղարկել եմ, 100-ի մեջ եղել է իրանց թելադրած ապրանք։ Օրինակ այդքան խփեցին տանիքներին, ինձանից մետրերով ցելոֆաներ, կապուտ պլաշտներ, սկոչ, հետո այսինքն ես իրանց հետ կոնկրետ պատվեր եմ կատարում։ Ապրանքների ցանկը կառավարությունը հաստատեց, հրապարակեց Եվրասիական տնտեսական միության տարածքից բերված հումանիտար նշանակության պարենային դեղագործական կաշվե փայտե ապրանքները չեն հարկվի։ Առանց մաքսատուրքի կներմուծվեն նաև սահմանված տիպի գործիքներ, սարք-սարքավորումներ ու մի շարք այլ իրեր։ Հատկանշական է, որ մինչև ցանկի հրապարակման օրը հետադարձ ուժով արտոնյալ ռեժիմի տակ են արդեն ներկրված հումանիտար նշանակության բոլոր ապրանքները։ Դրանք պետք է անհատույց կամ նվիրաբերությամբ հանձնվեն այն գերատեսչություններին, որոնք ներգրավված են բեռների ստացման ու դեղաբաշխման աշխատանքներում։ Նախագծով դրանք 3-ն էին՝ պաշտպանության, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Ազգային ժողովում քննարկումներից հետո ցանկն ընդլայնվեց եւս 2-ով։ Խոսքը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մասին է եւ երկրորդ գերատեսչությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է, այն տրամաբանությամբ, որ նախարարության ենթակայությամբ է գործում ռազմաարդյունաբերության կոմիտեն։ Օրենքի կարգավորումը չլիներ, ապրանքների ներմուծումն ու հետագայում պետությանը հանձնելը այնուամենայնիվ կձևավորեր որոշակի հարկային պարտավորություններ։ Դա էլ իր հերթին գուցե ազդեր կազմակերպությունների ու մարդկանց վարքագծի վրա։ Իհարկե կլինեին նաև այնպիսիք, որոնք պատրաստական կլինեին այդ աշխատանքները կատարել անգամ հարկեր վճարելու պարագայում, բայց այստեղ շատ կարևորվեց նաև ուղերձի առումով այս օրենքի ընդունումը, որ կառավարությունը, պետությունը, ազգային ժողովը ներգրաված են այս գործընթացում։ Հաշվառելի վերահսկելի դարձնելու համար ամբողջ գործընթացն է փաստաթղթավորվում։ Պետք է վստահ լինել, որ յուրաքանչյուր միավոր ապրանք հասնում է շահառուին ու օգտագործվում ըստ նշանակության։